Ողջույն, ընդամենը հաշված վայրկյաններից կսկսվի մեր շոու հեռուստանախագիծը։ Հաղորդման ընթացքում հարմար տեղավորվեք ձեր հեռուստաէկրանների առաջ, չխանգարեք ձեր կողքի նստող ունկնդրի, ուշադրությամբ ու կլանված հետևեք ծրագրին, չպատասխանեք ինչպես հեռախոսազանգերին, այնպես էլ հարևանների բամբասանքներին, շուրջ 57 րոպե անընդմեջ դիտեք մեր շոու հեռուստածրագիրը, չփորձեք փոխել կայանը, հետևեք ծրագրի բովանդակությանը և ուշադրությամբ հետևեք գովազդներին, որպեսզի օգտվեք բոլոր ծառայություններից։ Դե ինչ, բարի ժամանց։ Բարի ուշ երեկո, ողջունում եմ ամենաշատ սիրելի հեռուստադիտողներին Լոս Անջելես քաղաքի AMGA հեռուստակայանի ամենաուղիղ եթերից եւ ասում եմ ողջույն, եթերում մեր շոու հեռուստածրագիրն է, հարմար տեղավորվեք ձեր հեռուստաէկրանների առաջ։ Վաղուց արդեն ինձ թվում է պետք է պատրաստված լինեիք սուրճը, թե կամ սենց ընտանյոք այդպես հավաքված եւ ամենայն ուշադրությամբ հետևում եք մեր շոու նախագիծը, ինչու, որովհետեւ յուրաքանչյուր երկուշաբթի ուրբաթ մենք փոխանցում ենք հենց այսօր ժամին ձեզ լավ տրամադրություն եւ անկախ ամեն ինչից ձեր ժամանցն ապահովում ենք։ Սիրելի հեռուստադիտողներ, այսօր նույնպես անմասն չէ այս երեկոյի ժամանցը, ինչու, որովհետեւ այսօր մեր տաղավարում հրաշալի հյուրեր ունենք, բայց նախքան մեր հյուրերին անդրադառնալը ես առաջարկում եմ մի գեղեցիկ տեսահոլովակ, որից հետո վերադառնանք եւ սիրով ներկայացնեմ իմ հյուրերին մեր տաղավարում եւ խոսենք այսօրվա թեմաներից։ Դե ինչ, սիրելի բարեկամներ, այս երաժշտական դադարը բոլորիս համար է։
Մասամբ ազգային երաժշտական նվագարաններից դոհոլը, որը մշտապես շատ կարևոր է ցանկացած ուրախ տրամադրություն հաղորդելու համար։ Եվ բնականաբար այսօր մեր տաղավարում հրաշալի եղբայրներ, երաժշտական ընտանիք Թաթուլ եւ Սերոժա Ավոյաններն են։ Բարի ուշ երեկո։ Բարի ուշ երեկո, ընդհանրապես ես բոլոր իմ հյուրերին այս հարցն եմ ուղղում, որպեսզի նրա շուրջ ամփոփենք մեր այսօրվա ողջ ծրագիրը եւ կազմակերպենք։ Շատերն ասում են երաժշտական աշխարհից ովքեր ներկայ են լինում, ես հարցնում եմ, ասում եմ դուք գիշերային մարդիկ եք, ասում են այո, բայց վերջերս մի քանի բացահայտում եղավ, որ նորից երգիչ-երգչուհիներ եկան, ու ասին չէ, մենք գիշերները քնում ենք։ Այ երկու եղբայրներ, վարպետներ, արդեն բավականին մեծ համբավ վայելող մարդիկ, որպես արվեստի ներկայացուցիչներ, երաժիշտներ, դուք գիշերային մարդիկ եք։ Ասեմ ցերեկային։ Որովհետև ցերեկները ձեզ չի լինում բռնացնել, որովհետև գիշերը ավելի հեշտ է ձեզ այդ կապ ստեղծելը։ Անկախ ամեն ինչից, գիշերներն եք ավելի շատ աշխատում, թե ցերեկները։ Ինձ մոտ գիշերներ ցերեկային էլ կա, քանի որ հարսանիքներին հարսու փեսայի քավորիտուն որ գնում են։ Այդ ցերեկն է։ Դա ցերեկային։ Ու մնում արդեն այդ հարսանիքի տերերի խղճի վրա, չէ՞, ասենք, մինչև գիշերը ինչքան կտևի։ Այդ նոր գալիս ենք սրա արդեն գիշերային մեր հարսանիք։ Դե Թաթուլն էլ բնականաբար երաժշտական աշխարհում գիշերային մարդ է, արդեն ավելորդ է հարցները։ Անկախ ամեն ինչից, ես այսօր հրավիրել եմ նաև ձեր երրորդ եղբորը, Սամվել Ավոյանին, որը նույնպես լավագույն երաժիշտներից մեկն է մեր համայնքում եւ ընդհանրապես ճանաչված մարդ, ինչ-ինչ տեխնիկական պատճառներով նա չկարողացավ գալ։ Ես ուզում եմ հիմա Ավոյան ընտանիքի այսպես նախաշեմը սկսենք զրույցով։ Ամեն ինչ սկսվեց ձեր հայրիկից, Ֆրունզե Ավոյանից, ճիշտ է, որովհետեւ պապի սերերը լավ երգում, պապայիս պապան, որը ղարսեցի էին, ճիշտ է, ժամանակ այդքան ղարսում ապրում էին, հայ լեզուն չեն տիրապետում, բայց պապաս պատմա, որ պապիս շատ լավ ձայնա ունեցել, շատ։ Հետի արդեն ոնց որ պապից է եկել, հետո հոպարներս, հայրս, այսօր էլ մենք ենք եղբայրներով։ Դուք քանի եղբայր եք։ 5 եղբայր։ 5-ն էլ երաժիշտ եք։ Երաժշտական աշխարհի հետ կապ ունեք 5-ն էլ։ Այո, Աշոտը մեր միջնեկը Ջիվան Գասպարյանի հետ էր աշխատում դուդուկահարների կոլեկտիվում, երկար տարիներ դուդուկահար էր, դամ էր պահում, դե որ եկավ Ամերիկա արդեն ամերիկյան կյանքով ապրեց, երաժշտությունը մոռացավ։ Եվ հետաքրքրական է, եւ այս ամեն ինչը ժառանգվել է արդեն կոնկրետ հայրիկից, հա, ծնողներից։ Հայրիկից, հոպարներից։ Հոպարներից, այո, այդ ամենից էլ եմ տեղյակ, բայց հանրությունը շատերը չգիտեն, ուզում եմ ավելի մասամբ ներկայացնենք այս ամեն ինչը, որովհետև մենք միշտ գիտենք Թաթուլ Ավոյան, ճանաչում ենք, սիրում ենք նրա երգերը եւ այլն։ Սերոժա Ավոյան գիտենք, ձեր երաժշտությունը հարգում ենք, գնահատում ենք, գիտենք, որ արդեն վարպետներ եք վաղուց, ի վեր կնքված, բայց շատ մարդիկ կան, որ ավելի ցանկանան, ավելի նուրբ տեղեկանան, ընդհանրապես ժառանգաբար տրվեց երաժշտական ունակությունները, հա, այսպես ստացվեց, մի փոքր պատմեք, էլի խոսենք այս ամենի մասին։ Մանկուց ես ու Թաթուլն էլ սպորտսմեն ենք եղել։ Ահա։ Սիկորնի Կատանյան գնացել, ձևավոր չմշկասա։ Հետո ես բոքսի գնացի Ենգի Բայրամի դպրոց, Թաթուլը ազատ ոչի ըմբշամարտ, այսինքն դասական ոչի ըմբշամարտ, կլասիկ։ Հետո տենց Բայց ի՞նչն էր պատճառը, որ չշարունակեցիք սպորտով։ Որ սկսեցինք արդեն փող աշխատելը, պապան ասեց երեխեք ջան արեք իմ հետևից։ Դուք ձեր հացը գտաք, հա, սա տարբերակը։ Ժամանակ մի քիչ ապրուստը մի ուրիշ ձևի էր, բնականաբար մենք սիրեցինք պապայի ճանապարհը եւ Փարկաստու այսօր փարքով գնում եք առաջ, որը շատ կատարյալ է։ Լավ, դուք էլ ունեք երեխաներ։ Իսկ նրանք ինչ ուղղության վրա են, շարունակում են ձեր գործը։ Այդ տեսեք դուք ձեր ծնողների գործը շարունակեցիք ոնց որ, բայց հիմա ձեր երեխաները քայլեր անում են ձեր ճանապարհով։ Ունեն մեջները կա երաժշտություն կա, որ ասես ընդհանրապես անտարբեր են երաժշտությանը, ուղղակի Ամերիկայում ուզում ենք մի քիչ Ամերիկայի ձևով մեծանան, մարդ դառնան, սովորեն։ Այսինքն երաժիշտ լելը լավ չի։ Չէ, Ամերիկայում երաժշտությունը գիտես, եթե պետք է լինեն մեզ նման,
հաճույքով կուզենք։ Թող լինեն, հա։ Բայց ինչ իմանաս։ Հասկանալի է, Թաթուլ։ Մենք պայքարել ենք կամ լավը, վատի դեպքում Դու Թաթուլից ավակ եղբայր ես, չէ՞։ 5 րոպե ընդամենը, դա է կարևորությունը։ Ես գում եմ Թաթուլ այսպես հարգանքի նշանով ոչ մի բան չի խոսում, բայց հերթանք նաև Թաթուլին նույնպես խոսի, որովհետև Թաթուլ ջան, քո տղաները շարունակաբար կշարունակեն արդյոք քո գործը, թե ոչ։ Դե իրաց տարիքը ինչ տարիք է, որ իմանանք գրից ջան։ Բավականին արդեն պատկառելի տարիք ունեն, նրանք պատանիներ են արդեն։ 16-17 տարեկան։ Ահա։ Եվ ցանկություն ունեն երկելու կամ փոքրից չենք էլ սկսել երաժշտությամբ զբաղվել։ Չէ, փոքրից չեք սկսել։ Լավ բալետ են անում ուղ։ Չէ, մենք շատ ուշ ենք սկսել երաժշտությունը։ Մենք սպորտով ենք միշտ զբաղվել։ Լավ, երաժշտությունը ուշ սկսեցիք, բայց որտեղ եկավ հաջողության այդ ճանապարհը, որտեղ զգացիք, որ հաջողված է արդեն ամեն ինչ։ Եղավ մի պահ, որ դուք այդ զգացիք։ Գերիջ ջան, 14 տարեկանից մենք 5 աղբերով էլ արդեն ոնց որ փայլել ենք, ճանաչվել ենք, դե առաջնահերթ որպես ֆրունզի տղերք, Երևանում խոսում են ֆրունզի 5 տղերքն էլ երաժիշտ են, հետո մեր որակն էլ մի քիչ որակավորեց մեր ծնողին, մեր արվեստը, մենք 14 տարեկանից արդեն շրջապատի մեջ մտանք ժողովրդական արտիստների, վաստակավոր արտիստների, քաղաքի կամ հանրապետության լավագույն երգիչ կլարնետիստների սկսեցինք շոֆել իրանց որ ցանկություն կա ֆրունզի տղերքին տանենք, լավն է, ֆրունզի տղերքին տանեն, լավն է, մենք էլ sense կամաց աստիճանաբար ոնց որ եկավ հասավ իր էսա։ Լավ, ժողովուրդը թող այդ խոսնելու։ Մենք այսօր ամբողջովին ներկայացնելու ենք մեր եթերից կոնկրետ տեսահոլովակների տեսքով Սերոժ Ավոյանի կատարումները։ Չենք ներկայացնելու Թաթուլ Ավոյանի որևիցե մի կատարում, ինչու, որովհետև Թաթուլ Ավոյանին միայն եւ միայն տվյալ պահին ես առաջարկում եմ ցանկացած տոնական գեղեցիկ առիթներին վայելել ավելի կենթանի հնչողությամբ եւ ոչ թե ասենք տեսահոլովակների շարքով։ Համաձայն ես այսօր չեմ պատրաստել քեզանից ոչ մի նյութ։ Դու ինչ ունեմ որ պատրաստես։ Մի ամբողջ նյութադարան ունես Թաթուլ ջան, ինչ ես այդպես ասում։ Լավ, հիմա ես ուզում եմ Թաթուլին անդրադառնամ հարցով եւ խոսենք Թաթուլի անընդմեջ շրջագայությունների մասին։ Պարբերաբար դու լինում ես Հայաստանում եւ պարբերաբար լինում ես այստեղ։ Հիմա ես գիտեմ, որ դու արդեն որոշ ժամանակ այստեղ ես լինելու եւ հանրության մոտ էլ տարբեր կարծիքներ կարծում եմ չի առաջանա Թաթուլին ցանկություն ունենալու դեպքում, որ իրենց գեղեցիկ առիթներին մասնակցեն, պարտադիր տեղեկացնենք, որ Թաթուլը այստեղ է եւ Հայաստան դեռ չի մեկնում։ Այդպես է թե չէ։ Նորից ճիշտ։ Միանշանակ։ Եվ երկար ժամանակ ես այստեղ մնալու։ Առայժմ կմնամ այստեղ եմ, Գերիջ ջան։ Ովքեր էլ որ ուզենան իմանան այստեղ եմ, կարող քեզանից էլ ինձ իմանան։ Խնդիր չկա, մեր շոուն արդեն այս ամենը կլուսաբանի եւ կպատկերացնեն մարդիկ, որովհետեւ արժևում լավ առիթներ կան եւ տոնական գեղեցիկ երեկոներ, կարծում եմ Թաթուլ Ավոյանը ճիշտ այն մարդկանցից մեկն է, ովքեր կարող է ուրախ պահել ձեր բոլորի տրամադրությունը։ Իդեպ դհոլի մասնագետ եւ վարպետ Սերոժ Ավոյան, խոսենք տարիներ առաջ դուք ստեղծեցիք դպրոց, դհոլի դպրոց, դհոլի դասարան ավելի ճիշտ, դեռևս պահպանվում է այդ կարգավիճակը թե ոչ։ Հա, չէ, Գերեշա ջան, այն ժամանակ մի փոքր առողջական պրոբլեմ ունեի, դրա պատճառով փակվեց դպրոցը, բայց տները գնում եմ, գալիս եմ, ինձ մոտ են հաճախում, ես եմ իրանց տները գնում հերու չենք մնում։ Մի խոշոր աշակերտներ կան, որոնք ուսանում են։ Կան, ուղղակի ժամանակս մի քիչ է, քանի որ ոնց որ աշխատանքս շատացել է, մեր լեզվով ասեմ լավ է, գործերս լավ է։ Ծածկված է լավ է, լավ է, դրա համար մի քիչ ոնց որ հիմնական իմ աշխատանքին եմ նայում, քանց աշակերտներն էլ չեմ անտեսում, ժամանակ եթե ունենում եմ, աջակցում եմ սիրով ու անվճար։ Լավ, այսպես համընդհանուր նայենք կյանքին ու ասենք, որ դուք երկուսդ էլ երկար ճանապարհ եք անցել, կոնկրետ գործունեություն ծավալել, համընդհանուր ուրախ առիթներ, տոնական երեկոներ, շատ անգամ եք դուք մասնակցել, կարելի է անգամ չեմ կարծում, որ դուք հիմա ասեմ թիվն ասեք կհիշեք թիվը, որովհետև դա անթիվ անհամար 34 տարի է։ 34 տարի անընդմեջ այդ տարբերակի մեջ եք եւ անընդհատ ուրախացնում եք մարդկանց ձեր կատարումներով։ Հիմա հետաքրքրական է ինձ համար ուղղակի։ Երկար ժամանակ նաեւ ապրում եք Միացյալ Նահանգներում եւ այդ ամենի գործունեությունը ծավալում եք նաեւ այստեղ։
Հիմա ինձ հետաքրքիր է նախորդի եւ այսօրվա տարբերությունը, կա մարդկանց մեջ որոշակի տարբերություն, կա ուրախությունների մեջ տարբերություն, կա ինչ-որ մի բան փոփոխություն, որ նախորդն ավելի հետաքրքիր էր կամ այսօրն ավելի առավել հետաքրքիր է։ Այս դրա մասին մի փոքր խոսենք, մարդկանց տրամադրության հետ կապված։ Դուք ամեն օր եք այդ մարդկանց հետ շփվում ու ավելի պատկերավոր եք հասկանում դա։ Գերեզ ջան, կա տարբերություն, բայց մարդիկ կան, որ իրանք չեն փոխվել, լա դեռ հինն են սիրում, դողոր կլարը տակարձողն են սիրում, կամ դուդուկն են սիրում, կամ հին երգերն են սիրում։ Առաջ որ նվագում էինք, անհատական ուշադրություն էին դարձնում, որտեվ քիչ են, 3 հոգի ենք, դողոր կլարը տակարձող երգում էին, բայց այսօր զարգացել է տեխնիկան եւ գործիքավորումն է զարգացել եւ թեման է երաժշտության զարգացել, այսօր շատ են բեմի վրա են, 2 կիբորդ, դոհոլ, կլարնետ, ավելի տեխնիկապես հագեցված է։ Շատացել է դրա համար։ Այ ասեցիր DJ-ի, ես էստեղ եմ ուզում անդրադառնալ, հիմա կոնկրետ։ Դուք երկար տարիներ, երբ որ աշխատում եք, ձեր երաժշտական գործունեությունը եք ծավալում, նմանատիպ երևույթներ գոյություն չունեին, չէ՞, ասենք DJ-ներ, որոնք կարող են երաժշտություն մատուցել։ Այսօր նրանք կան եւ մատուցում են մարդկանց ձեր երաժշտությունը առանց ձեզ։ Սա նորմալ տարբերակ է թե ոչ։ Գերեզ ջան, ես ուզում եմ պատասխանեմ, բոլոր DJ-ի տղաներն էլ իմ ու Թաթորի լավ ընկերներն են։ Թե հիմա իրանք ում են խանգարում կամ ում են օգուտ տալիս, այդ իրանք թող իմանան։ Ամեն մարդն իր գործը։ Ես DJ-ի հետ եմ լավ աշխատում, լայֆերի հետ եմ լավ աշխատում, ինձի ոչ խանգարել են, ընդհակառակը մեկ-մեկ ռիթմը դնում է, ես հետը կողոլ դեպլեք տակ աշխատում եմ։ Որովհետև հիմա գալիս են այդպես հարցերի շուրջ շատ է քննարկումներ լինում։ Դու լսի սիրով պատասխանի բոլորին։ Ես հարց տվողն եմ, ես պատասխանելու կարիք չունեմ, այդ Բոլորն էլ պատասխանը աշխատանք ունենան, բոլորն էլ կարող են ընտանիք պահեն, որտեվ այսօր մի քիչ նեղ ժամանակ է, բոլորն էլ ուզում են մի Եվ կարծում եմ այդ նույն DJ-ներն էլ եւս մի գովազդի տարբերակ են։ Նույն երկիչի Ես երաժշտի նվագում եմ համար։ իմ դհոլը, ես տունը քնած եմ, զալում դհոլս դնում եմ, սաղ լսում են Սերոժ Ժավան կամ Թաթուլ Աղոյան։ Մեզի վնաս չեն ախպեր ջան։ Մեծի վնաս չեն, ախպեր Բայց ջան։ ամուտել է այս թեմայի շուրջ խոսանը, որտեղ այս թեմա է։ Ինքը տարապես տալիս է։ Ինչ կար այս թեմայի շուրջ։ Չէ, կապված մեր հետ էլ ուղղակի։ Չէ, ձեր հետի խնդիրը չի, ես ուզում ասեմ ժամանակների մեջ փոփոխություններ կան։ Առաջ օրինակ չկար այդ կատեգորիան, Բայց դա հիմա կա։ լավ անատիճ է, բոլոր ջահելություն Մեզի լսողը, մեզի կլսի, DJ ուզողը DJ կուզի, էսի գերիչ ջան։ Ես չեմ ասում ով ինչ կուզի, իմ ասացի տարբերությունը էսա որ անցյալում դա չկար, այսօր կա, դա նորմալ է թե նորմալ չի։ Անցյալում ֆանտոմ էլ չկար, մի մարդ եք շուտ։ Կա, ֆանտոմ կա, տարբեր ձևի է։ Ամենակարևորը փառք տանք ասում, որ բոլորն աշխատանք ունեն։ Բնականաբար, անկախ ամեն ինչից, ես հիմա ուզում եմ այս մեր զրույցը դադար տանք մի պահ ու գեղեցիկ երաժշտական համար վայելենք, որտեղ նվագում է Սերոժ Աղոյանը եւ էլի սիրված եւ ճանաչված երաժիշտներ։ Այս երաժշտական համարը բոլորիս համար այսօր ժամին ուշադրությամբ հետևենք, վայելենք եւ վերադառնանք։
Վայրեսիկ այս գեղեցիկ երաժշտական համարը, որտեղ Սերոժ Ամոնի հետ համատեղ վարպետ երաժիշտներ էին Սուրեն Մեհրաբյան, Ռուբեն Հարությունյան, Լենդրուշը մեր երաժիշտ եւ Արմենը։ Շատ հաճախ այսպիսի բաներ գոնե տեղադրեք կայքերում, որպեսզի մարդիկ նայեն, վայելեն եւ այս գեղեցիկ երաժշտությունը պարզապես ընկալեն։ Երաժշտության հետ մեկտեղ ուշադրություն էի դարձնում դհոլի հարվածներին ու երաժշտության ժամանակ ասացի, կարծես դհոլին մոտենում ես որպես դաշնամուրին։ Այ վարպետությունը երևի թե տեղ է ու հնչեղությունն է, որը որ շատ փափուկ է մատուցվում։ Դհոլը ունի նոտաներ, ես տեղյակ չեմ դհոլ գործիքից։ Ընդհանրապես հարվածային գործիքները բոլորն էլ ունեն։ Եվ բարաբան, եւ percussion, xylophone, սանթուր, դհոլ, դեբլեկ, բոլորն էլ ունեն։ Դրանք մի գծի վրա գրվող նոտաներ են։ Իսկ երբևիցե հիմա, գիտես, ինձ համար որպես հանդիսատեսի, ինձ համար սա թվում է ուղղակի այդ նույն գործողությունները, որը դու արեցիր այս անհատական տարբերակում, որպես ինչ-որ հնարքների տիրապետում է, այլ ոչ թե ասենք ինչ-որ նոտայագրված տարբերակ։ Լյա մաժորի մեջ էի նվագում, իջա սի։ Չէ, հետաքրքիր է, դու ստեղծում ես այդպիսի տենց հարվածային պահեր կամ ինչ-որ։ Ռոպե է գալիս, սա բաներ կա, որ գիտակցաբար եմ անում, բաներ էլ կա, որ հետո դնում նայում եմ, չեմ հիշում ինչ եմ արել կամ չեմ կարում կրկնեմ։ Թաթու Լավյանը նաև հայտնի երգիչ լինելուց նաև լավ երաժիշտ է եղել եւ կա, չէ՞, կարծում եմ։ Երբևիցե կարող է լինի օրից մի օր վերադառնա դեպի երաժշտություն, դեպի կլարնետ գործիքը։ Այս տարեկից հետո էլ ինչ կլարնետ նվագեմ։ Ինչու՞։ Մատս էլ վնասված այս։ Այս մատս իրոք կոտրվել է մի քանի տարի առաջ Ամերիկայում։ Դե ինքը ճիշտ չի փակվում էլի։ Հա։ Անգնում է իրար վրա, նայց մատից վեր են անգնում։ Ձեր փիսմատա կոտրվել դե կարաս նվագես։ Թաթուն նաև ոչ միայն լավ երգիչ ու լավ երաժիշտ լինելուց նաև շատ հզոր հումորիստ է։ YouTube-ում տեսա նաև Թաթուլի տղաներ երգում հայրիկի համար, շատ մի հետարքի տեսան։ Բայց մենք չխոսեցինք նաև ձեր հորեղբայրների մասին, որոնք երաժշտական ոչ թե ընտանիք էին, այլ գերդաստան էին կազմում ձեր հայրիկի հետ միասին։ Այն մի փոքր կարելի է նրանց մասին խոսենք, որպես լավագույն երաժիշտներ։ Գիտեք, օրինակ իմ հորեղբայրներից մեջ օրինակ բաբիկ տենց էին ասում, Բաբիկ Աղոյան։ Որ հիմնադիրն է եղել մնացած հոպայրներից ու պապայից։ Իսկ հենդոյին ամբողջ աշխարհը ճանաչում է բարիպետական անսամբլի Հենդրիկ Աղոյան։ Իրա իսկական ազգանունը Մայիս է, բայց իրան Մայիսով չեն ոչ բոլորը գիտեն, բայց Հենդրիկ գիտեն։ Ամեն մեկ իր ձեռագիրն ունեցել է մեր երաժշտական աշխարհում, այսօր երաժշտական աշխարհը շքան գծերի է, չէ՞, բաժանված, շքան ոճեր ունի։ Ոչ մեկ չենք էլ հասկանում այդ ոճից, բայց ամենայն դեպս լսում ենք, նայում ենք։ Իրանք էլ իրանց ոճն են դրել։ Ժողովրդի ասած ռաբիզ աշխարհի մեջ, բայց որակով ոչ է եղել ամենայն դեպս։ Այսինքն ինչ ասել է որակով ոչ է եղել։ Ուղղակի մի բան է, որ կատարվում է, պետք է ճիշտ կատարվի։ Բաբիկը, Ֆրունզը, որ երգել են, Շերամից կլինի, Հավասուրս կլինի, մեր կուսանական, մեր աշուղական, մեր երգերը իրանք, եթե պետք է ժողովրդական երգես, պետք է եկես ժողովրդական, ոչ թե քո ձևերը տնես մեջը։ Դու քո ճաշակը կարող ես օգտագործես, բայց երկը պետք չի աղավաղվի, պետք է ճիշտ նման երկը։ Այդ ուղղությամբ պետք է։ Քո ստեղծագործությունդ կերկես, դու ինչ ուզում ես իմպրովիզացիա արա չափի սահմանի մեջ իհարկե։ Բայց ինչ որ վերաբերում է մեր ազգայինի հետ, արդեն ժողովուրդը քեզ հետ պետք է ինքը հավասար երկի։ Այդ միտեղ ավել պակաս բաներ որ անես մի քիչ ճիշտ չի էլի։ Չի աղավաղվում է էլի արվեստը։ Այսինքն ոնց որ մատուցված է, դա էլ պետք է մատուցած։ Այո, ուղղակի դու քո ձևի, քո ոճիդ մեջ երկի, բայց մի սահմանանցի։
Ռաբիզի մասին խոսեցիք, ես ուզում եմ ընդհանրացնենք այս թեման, ինչու որովհետև չեմ ուզում, ասենք, հիմա անդրադառնանք կոնկրետ կենտրոնանանք այդ թեմայի շուրջ, բայց ընդհանրացնելով ուզում եմ հասկանամ։ Դեռևս կան մարդիկ, ովքեր որ շատ այսպես ուղղակի պատահական են նայում այդ ժանրին ու շատ անիմաստ են ընկալում իրան։ Այ Թաթուլ Ավոյան ասում են, հիմա եթե ասում են ռաբիզ, ժանր, առաջին պլանում պատկերացնում են Թաթուլ Ավոյան։ Պլանում, Առաջին գծում, լավ, առաջին կետում, սենց կարելի, հիմա ինչ բարերից կարճում։ Հիմա ուզում եմ հասկանամ, Թաթուլ Ավոյանին չի զայրացնում, որ երբեմն անգամ այդ ռաբիզը ուրիշ ձև են մատուցում մարդկանց։ Բայց ինչի զայրանա, որ կարամ չլսեմ։ Կարող եմ չլսեմ, ինչի զայրանամ, կամ որ մեկի վրա պետք է զայրանամ։ Բայց չկա բացատրություն։ Օրինակ կան հարցեր, բայց պատասխաններ չկան։ Օրինակ ասում են ռաբիզ եւ ասում են անճաշակություն։ Ու այդ դաշտում տեսնում են ասեն կոնկրետ Թաթուլ Ավոյան, ոնց է նայում այդ ամենը։ Թաթուլ Ավոյանին տեսնում են ինչ հիմա, որտեղ որ ռաբիզ ասում ես, իրանք տենց են պատկերացնում։ Բայց իմից դե թացը չորի այդ սա խառնում ագիրի ջան։ Ես ուզում եմ անկեցնել Թաթուլ ջան։ Աղա վաղողներին բարիքալն եք ասում։ Չէ։ Բա ինչ եմ ասում։ Չեմ էլ լսում սկի ճիշտ ասած։ Բայց ես եմ լսում զայրանում։ Բայց ինչ ես լսում։ Դե որովհետև խոսում են, ասենք։ Ես լսում եմ ու ասում եմ, այ օրինից մի օր ես կկանչեմ Թաթուլին ու կասեմ Թաթուլ ջան, ունես պատասխան այս թեմային։ Ինչ է նշանակում նախ ռաբիզ։ Դուք որպես անցած ճանապարհի մարդիկ, ինչ է նշանակում ռաբիզ, այդ եմ ուզում հասկանամ։ Ասում են ռաբոտնիկի իսկուսստվա, չէ՞, սենց են մեկնաբանում, ռաշիֆրովկա են անում։ Հետո դրա տակ տեսնում են կամ չեն տեսնում նրանց, որ ուզում են կամ չեն ուզում։ Այ էդի վերջապես այս մարդկությունը կամ ժողովուրդը պետք է ընկալի, որ համընդհանուր չդարձնեն այդ թեման։ Այ դու ոնց ես պատկերացնում։ Ես ասեմ։ Ասած է։ Դու պետք է ասես, Իգրոպը մեծ ես։ Ռաբիզ ասելով ես հասկանում եմ ձեռը ջեբը տանող մարդ, ծախսող, ուտող խմող, պատիվ տվող, հարգանք վայելող, ռաբիզի են գլխից հլետ երաժիշտերը միջև այսօրով ռաբիզի անուն ակելում, հլը մի հատ ու այդ ռաբիզի սիրողին կամ վայելողին մի հատ հետը բան խոսա, վրաս հարգանք պատիվա քեզ ցուցաբերում։ Մնացածը որ բողոքում են Աստված իրանց հետ։ Այսինքն հիմա ճիշտ մեկնաբանությունը, որը կատարյալ բոլորիս աչքերի առաջ կա, եւ դենք տեսնում ենք այդ մարդկանց, դու շատ ճիշտ ես նկատում։ Ես ժամանակից հասկանանք, որ ուզում էին, ես այսօր շատ ենք սիրում հարգում Ռուբեն Մաթևոսյան, Օֆելո Համբարձումյան, բոլոր մեր ժողովրդի Լուսավորքի Ֆլորա Մարտիրոսյան։ Այո, ես պետք է ասեի, որ շատ մեծ ցավեր մեր ժողովրդի համար, մեր ազգի։ Այդ մարդկանց ժամանակին ժողովուրդը մոտիկից չի կարողացել տեսնի։ Որտեվ միշտ TV-ներով, բեմը հարթակներում բան, իսկ ժողովուրդը գնանք ռաբիզ մի հատ մեր վարպետներին տենք, եկել են, դուդուկ են նվագե, կողքը սոկ կար, սոկ են պատիվ տվե, մասիս ռեստորանն դեր հաց են կերել, մի խոսքով։ Դրանով ասում են ռաբիզ, երբ կարան ռաբիզը, ռաբիզը չի ծախվում խանութում։ Ռաբիզ դնելու համար պետք է մի 100 տարի հետ գնաս կյանք վայելես, որ ռաբիզը հասկանաս ինչ բան է։ Ռաբիզի մեջ շատ մարդիկ են անվանի մեծացե, որակ, բոլորն էլ մերն են, բայց ռաբիզը իսկական մերն է։ Սիրում ենք մենք ռաբիզը։ Ռաբիզի մեջ քասա ասեմ, գերիջ ջան, ասես որ անջական խոսում եմ, Միջական շատ ազատ։ Ոնց որ շիրակ է մեջը ռաբիզի, բայց մնում է այդ շիրեն ճիշտ մատուցվի։ Ժողովուրդը որ խոսում է անհատական, այդ որ ռաբիզի դժգոհում է, չէ՞ որ ամբողջ իմանն են տալի, ուզում են ասեն Թաթուլ մի հատ չես կարում, ինձ անես ամեն ինչ կարգավոր, ոչ թե ինձ են կպդում։ Հա, այդ եմ ասում։ Ուզում ասեն ես այդ ամեն ինչը էլի, անեց անե որ այդ դաշտում ինչ-որ որակի մեջ չար ու բարիք է, չէ՞, իմ այդ չար որակները պետք է չլինեն, հետո այդ ստուդիաները ախակ մտնում են, իրանք էլ ձայնագրվում են, փողը տալիս են, ասում են պետք է նկարես, դե մի նկարվի սաղ կյանքը ես ոչ քլիպ եմ ունեցել, ոչ եսա 50 եմ ելնում, ինչ պետք է քլիպ ունեն, դիով որ ճանաչում է գիտի էլի։ Բայց առանց տեսահոլովակի այսքան մեծ համբավ ես վայելում Թաթուլ։ Դե մի ինչ ասեմ, Քրիստիան։ Ես իմ ժողովրդին շատ սիրում եմ։
Անգամ ես ականատես եղա Հայաստանի քո համբավի, այդպես ասած, վայելումը, որ անդադար գալիս են մարդիկ Թաթուլ Լավոյան լսելու, ուրեմն սիրում են, ուրեմն մարդկանց այդ երաժշտությունը դուր է գալի, ուրեմն մարդիկ կարիք ունեն ուրախանալու։ Եվ հետո ես միշտ ասում եմ, գիտեք, մի խառնեք ուրախ տոնական երգերի տարբերակը, որոշակի ասենք հիմա բնականաբար մենք չենք կարող երաժշտական ժանրերը իրար կողքի դնենք ու ամեն մեկին մի ձևի չափենք։ Մարդը գալիս է ուրախանալու ու այդ ուրախությունը մատուցում է Թաթուլ Լավոյանը։ Կյանքում Ռավիզի Մարդը գնում է, երաժիշտներից չգիտեմ, օպերայի դահլիճ, նայելու բոլորովին այլ ժանրի վիճակ, ծափահարում է եւ մարդը հագնում ու բավարարվում է դրանով։ Այսինքն չի կարելի ամեն ինչ համեմատել միտեղ, ուսանք ինչ որ ասես սա լավն է կամ սա ամեն մարդ, ամեն ձև, ամեն ժանր իր կյանքում Ռավիզի երաժիշտներից, Ռավիզ երաժիշտներից չսպասես, որ բողոքեն։ Մի ուրիշ այլ չեմ տեսնում, այդ պահը չեմ տեսնում։ Ես չեմ ուզում բողոքեն, ես ուզում եմ վերջապես մի հատ վերջակետ դնեն այս զրույցը։ Ես որ Դեմիս Ռուսոսի հետ կոդակում համերգ նվագեցի, ինքն ինձ չընդունես որպես Ռաբիզ։ Իհարկե։ Կամ ինչ որ պապաս Ռաբիզի աշխատող եղե։ Վերջում մենակ ինձի բեմի վրա փաթաթված դուրս եկանք։ Հետո ես իրան ասի I am Rabiz, you know։ Երբ որ Թաթուլ Լավոյանը խնջույքներից մեկում մեծանուն երգիչ, օպերային երգիչ, մեր շատ սիրելի մայեստրո ում հետ համատեղ մի պահ դու հետ երգեցիր, նա քեզ չնայեց որպես Ռաբիզ երգիչ։ Կասես անունը, թե ես ասեմ։ Գեգամ Գրիգորյան։ Եվ անկախ ամեն ինչից Թաթուլ Լավոյանի կատարումները նաև օտար լեզուներով նույնպես գրավիչ են եւ շատ ընդունելի։ Տերից ջան, եթե ժողովուրդը ծափա տալիս, Թաթուլ, այունակ ինչ ինչի՞ ես հոյ ուզում։ մազգու տակ դու բարեկամներս ծափ չեն տալիս, մեր տղեն է, մեր Թաթուլն է ծափ տա։ Բնական է։ Եթե ժողովուրդը ընդունում, ուրեմն դու եկաս, եթե չէ, ուրեմն պետք է ուրիշ մի բան մտածես, մի բանով զբաղվես, էլի ծափը տանեմ։ Ես տեսեմ էլի հասկանում, ինչի մասին է խոսքը։ Եթե դու դուրս ես գալի, բոլորը քեզ ճանաչում են, սիրում են, հարգում են, իմիջտե կապ չունի, երկելու պահը չի, դու քեզի մարդկային ապրես, քեզի տնան բարև Աստծուն է, պետք է բարևը տան, բայց այնպես չլինի, որ արհամարվես դու ժողովրդի կողմից, ուրեմն պետք է ճիշտ ապրես, ու ժողովուրդը համ քո արվեստը սիրի, համ էլ քո էությունը։ Ճիշտ ես։ Լավ, ես կարծում եմ մենք ամեն ինչի պատասխաններն այսօր ստացանք ձեզանից, ես ուզում եմ վերջակետ դնել այսօրվա եթերին, եւ անկախ ամեն ինչից ընդամենը որպես երիտասարդ գոլեգա ձեզ եւ մեծ քայլեր անող մի շատ լավ ընկեր բոլորիս համար Արմենչիկի մենահամերգն շուտով լինելու Լաս Վեգասում, եթե հնարավոր է ձեր մեկնաբանությունները Արմենչիկի մասին որպես ավակ ընկերներ։ Արմենչիկի հետ հենց այսօր եմ խոսացել տելեֆոնով։ Ու անպայման ընտանիքով մենք ներկա ենք լինելու, պետք է գնանք, որ համերգին մասնակցենք։ Սերոջ ջան, որտեղ իրան շատ ենք սիրում ու հարգում ու ինքն էլ պետք է այսօր ասեցի, զգուշացեցի, անգամ որ իրան նորմալ նայես եղանակների փոփոխությունից, որ դու կարողանա հանդես գա իր ժողովրդին ուրախացնի։ Մենք էլ բոլորս պետք է գնանք ու սրտանց ուրախանանք, չգարը մեր օրը անցկացնենք։ ողջույն, սա խորհուրդ էր եւ շատ կարեւոր ցանկություն։ Մաղթանք է, բարի մաղթանք է արվես։ Արմենչիկը ինչ ուրախություն արել է գնում ծնունդ հարսանեք առանց ինձի չի արել, միշտ հրավիրված եմ եղել։ Եվ ես իր հարգանքը ընդունելով, իրան սիրելով, հարգելով հատուկ գնացի Վեգաս իմ տելեֆոնով Palpsի տակը նկարեցի, բերեցի, գցեցի Facebook, էդ էլ իմ կողմից նվեր իրան կրծել ընկերը այսպես փայլուն հաջողություն ունի։ Իսկ իր բալիկը այնքան լավն է, այնքան սիրուն բալիկ է, որ բոլորս էլ ուրախանում ենք, թող տա Աստված Արմենչիկիս առողջություն լինի, հաջողություն լինի եւ Արմենչիկիս հետ միասին բոլոր մեր արվեստագետ ընկերները անուններ չտանք, բոլորը շատ սիրում ենք, հարգում ենք, իրար հետ աշխատում ենք, աջակցում ենք մեկս մյուսին, թող մեր գործը միշտ առաջ գնա փայլի, որ մեր ժողովուրդը մեզի սիրեն, հարգեն, զանգեն, մեկ-մեկ էլ գնանք եւ այդպես էլ կա աշխատենք։ Ես եւս մեկ անգամ ողջունում եմ Ավոյան ընտանիքի բոլոր ներկայացուցիչներին, քանզի նրանք մատուցում են միայն լավ երաժշտություն եւ թարմ տրամադրություն են հաղորդում յուրաքանչյուր վարքյան ցանկացած հայի։ Ձեզ ցանկանում եմ ամենալավը կյանքում, հաջողություններ եւ իհարկե բոլոր նպատակների իրականացում։ Այ շուտով մոտենում է նոր տարին, թեև ժամանակ կա, բայց
այս եկող տարին էլ թող միայն եւ միայն հաջողություններ ձեզ բերի։ Բոլոր մեր ժողովրդին թող լինի հաջողություն, մեր ազգը թող լավ ապրի։ Սիրելի հեռուստատողներ, այսօր այսքանն էինք պատրաստել ձեզ համար, վաղը մեր եթերում կլինի մեր շոու բիզը եւ գիտեք, որ նույնպես կարող եք տեղեկանալ մեր շոու բիզնեսում տեղի ունեցող իրադարձություններից, բայց այսօր այսքանը, ապրեք խաղաղությամբ, եղեք երջանիկ եւ ապահով, բարի գիշեր, բարի երազներ եւ մեր գիշերն էլ բարի կլինի կրկին անգամ գեղեցիկ երաժշտական կատարումով, որտեղ հրաշալի վարպետների կողքին եւս մեկ վարպետ Սերոժ Ավոյանը իր տաղանդաշատ ձեռքերով։ Դե ինչ, բարի գիշեր, լավ եղեք։